Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարև ձեզ մեդիա հաբի հարգելի հետևորդներ, այսօր մեդիա անալիտիկ հաղորդման հյուրն է բանաստեղծ Հուսիկ Արան։ Բարև Հուսիկ։ Բարև։ Շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Ես նույնպես շնորհակալ եմ հրավերի համար։ Եվ այսպես Նիկոլ Փաշինյանը իր հերթական հարձակումն է սկսել հայոց ազգային արժեքների նկատմամբ, այս անգամ թիրախում եկեղեցին է, իհարկե թիրախում եկեղեցին նոր չի հայտնվել, սակայն հիմա ավելի համակարգված բնույթ է ստացել եկեղեցու նկատմամբ հարձակումները, որովհետև այդ գործին լծվել է ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլ իր ամբողջ ՔՊ-ական խմբակը, ընդ որում նշենք, որ հարձակումը զուգորդվում է ամենանենգ մեթոդներով, մտցրել են իրենց քիթը մարդկանց անկողինների մեջ, փորփրում են անձնական կյանքը, իմ հիշելով Հայաստանի նորանկախ Հայաստանի պատմության մեջ երբևէ չի եղել դեպք, որ պետության ղեկավարի մակարդակով մարդիկ խառնվեն այլոց անձնական կյանքին եւ նման գրեհկաբար հարձակումներ գործեն մեր ազգային արժեքների նկատմամբ, անկախ նրանից թիրախում եկեղեցին է թե ոչ, ընդհանրապես նման գրեհիկ մոտեցում երկրի ղեկավարի կողմից ես դեռևս չեմ հիշում։ Ինչ եք կարծում, այս հարձակումները Նիկոլ Փաշինյանի կողմից կհանգուցալուծվեն օգուտներա, թե այնուամենայնիվ մենք կունենանք ազգային այնպիսի արժանապատվություն, որ ազգովի կկանգնենք մեր առաքելական եկեղեցու կողքի եւ թույլ չենք տա Նիկոլ Փաշինյանի պյուրոսյան հաղթանակը, որը միշտ ինքը սովոր է տոնելու։ Դա ճիշտ նկատեցիք, այդ նվաստ, ստորակարճ, ճղճիմ կերպով փորձում են արժեզրկել հայ առաքելական Սուրբ եկեղեցին, ինչը ուղղակի ամոթ է ցանկացած հայիս համար, աշխարհի որ ծայրում էլ ապրի։ Ես գետինն եմ մտնում այս ամենը տեսնելով, որ կատարում է պետության առաջին դեմքի, այսպես ասած, նախաձեռնությամբ։ Ասեմ, շատ կարճ ասեմ, ինքը հարձակումները սկսեց 18 թվականին մեր 4 հենասյուների նկատմամբ հիմնականում, ասենք, մշակույթի նախարարությունը փակվեց, սփյուռքի նախարարությունը փակվեց, գյուղատնտեսության նախարարությունը, ասենք, տնտեսությունը եւ եկեղեցու դեմ էլ 18 թվականին սկսվել էր այդ արշավը, մենք հիշում ենք կաթողիկոսի հակոստները փողոցում պատրեցին նույնիսկ մուտքը արգելեցին սարքավորված։ Այո, գնացել վեհարանում նստել էին շորտիկով չսափրվածներ երշիկ էին ուտում հայոց վեհարանում։ Բայց առայժմ չի հաջողվել այդ մեկ հենասյունը տապալել, որը միշտ մնում է իր բարձրության վրա, գոնե մենք տեսնում ենք վերջին այս տարիների եւ կաթողիկոսի եւ սրբազանների հայտարարությունները, մենք տեսանք նաեւ Շվեյցարիայում համաժողովը քրիստոնեական, որտեղ միակն է Հայաստանում, որ ինքը եւ լուրջ կառույց է եւ համաշխարհային նաև ազդեցություն ունի եւ որպես հայության մեջ եւ որպես քրիստոնեական եկեղեցի հնագույն բարձրացրեց մեր ռազմագերիների հարցը, Արցախայության վերադարձի հարցը, Արցախում մեր քրիստոնեական հուշարձանների պղծման եւ ավերման հարցը, սա բնականաբար Ադրբեջանին Փաշազադեն էր մինչ այդ սկսել նրանց հոգևոր առաջնորդը եւ արդեն տրամաբանական է, որ ստացել է հրահանգը Փաշինյանը նոր ուժով պայքարելու եկեղեցու դեմ։ Չի հաջողվելու։ Գիտեք, Կարեն ջան, ոչ Պարսիկին է հաջողվել դարեր շարունակ, որ մենք եղել ենք պարսական լծի տակ, ոչ մոնղոլներին է իրենց արշավանքների ժամանակ հաջողվել, ոչ թուրքին, ով ասպատակել է Հայաստանում, փորձել է, բայց որևէ մեկին չի հաջողվել հայ առաքելական եկեղեցին որպես կառույց եւ մշակույթ ստեղծող եւ դպրանոց եւ այլն ավերել խարխլել։ Խորհրդային միությունը չկարողացավ։ Հիմա ով է բռնաճնշումները հանդերձ, բայց մի հատկանշական բան կա, որ մեր
նույնիսկ մեր արտաքին թշնամիները երբևէ նման նենգաբար ձևով չեն հարձակվել հայոց եկեղեցու վրա, այնուամենայնիվ ինչ որ, չգիտեմ ոնց ձևակերպեմ, ներքին հարգանք ասեմ, թե ինչ որ ներքին վախ ասեմ այնուամենայնիվ Աստծո նկատմամբ, բայց ինչ որ մի սահման են ունեցել, որ հոգևորականների եկեղեցու ճիշտ է վայրագություններ արել են, բայց ինչ որ մի սահման կար, որը չեն անցել, բայց այս իշխանությունները անցնում են բոլոր սահմանները, իդեպ Փաշազադեին, որ նշեցիք, նույնիսկ լեքսիկոնն է նրանց նույնը, նայեք, այսօր թե երեք Փաշազադեն հայտարարել է, որ ես չեմ ցանկանում հանդիպել Գարեգինի հետ, որովհետև նա մոռանալով իր հոգևոր կոչումը սկսել է զբաղվել քաղաքականությամբ։ Նույն բանը ասում են ԿՊԱ-ականները, որ հոգևորականները զբաղվում են քաղաքականությամբ, ինչը իդեպ տգիտություն է, որովհետև քաղաքականությամբ չեն զբաղվում, այլ մատնանշում են այն ազգային աղետները, որոնց առջև մենք կանգնած ենք եւ մատնանշում են այն կորուստները, որոնք մենք ունեցել ենք այս իշխանության պատճառով, ընդ որում մի հավելում անեմ այդ կուսության թեմայի հետ կապված, Նիկոլ Փաշինյանը այդ ամենը զուգորդում է տգիտությամբ, որովհետև նա իր Facebook-յան էջում գրառումներ է անում, մեջբերումներ է անում Սաղմոսագրքից, եկեղեցու կանոնագրքից, սակայն մի բան նա չի գիտակցում, երևի կրթվել է նորաձևի այդ շարժման շրջանակում, դեռևս չեն հասել այդ թեմային, հետևաբար ենթադրում դեռևս չի կրթվել այդ առումով, որ այնուամենայնիվ կուսակրոնությունը պարտադիր որպես պահանջ հոգևոր եկեղեցական հիերարխիայում Աստծո պահանջ չէ, դա ավելի շատ իր հիմքում ունի նաև տնտեսական բաղադրիչ, որովհետև չմոռանանք, որ մենք ունեցել ենք կաթողիկոսական տներ, լուսավորիչները, պահլավունիները, երբ հորից որդի փոխանցվել է, այնուհետև երբ որ եկեղեցին դառավ հողատեր, իր ձեռքում որոշակի ունեցվածք կուտակվեց, կուսակրոնությունը պարտադիր պայման ընդունվեց, որպեսզի հորից որդի պարտադիր չփոխանցվի, հետևաբար բանը կիսահումորով մի բան ասեմ, երբ ժամանակին կանանց կուսություններ կարևոր, հիմա տղամարդկանց կուսությունն է դարձել կարևոր եւ Նիկոլ Փաշինյանը առանց գիտակցելու, որ դա Աստծո պահանջը չէ, որ պարտադիր պետք է կուսակրոն լինեն եւ նման զազրելի արշավ է իրականացնում։ Սակայն ինչպես դուք ասացիք, որ դա ոչ միայն դուր չի գալիս Ադրբեջանին, ես կարծում եմ նա նաեւ պատրաստվում է դրանով խոսքս Փաշինյանի մասն է 2026 թվականի ընտրություններին, որովհետև ուզում է կոտրել բոլոր այն պատնեշները, որոնք կարող են վաղը խոչընդոտել իր վերարտադրվելու համար։ Չեք կարծում, որ զուգորդվում է գործընթացը եւ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է սիրաշահել Ալիևին, Փաշազադեին եւ ցանկանում է իր համար հնարավորին չափ բարենպաստ հող պատրաստել 2026 թվականի ընտրությունների համար։ Այո, նշեցիք, որ այդպես նվաստ ու ճղճին կերպով չեն պայքարել օտար նվաճողները մեր եկեղեցու դեմ։ Նրանք հաշվի են նստել եւ հարգել են մեր եկեղեցու այրերին, վեհապարին, սրբազաններին, կան դեպքեր, հիմա մեկ առ մեկ չհիշենք, եւ որևէ մեկի նպատակը չի եղել ոչնչացնել հայ առաքելական եկեղեցին կամ այդպես նվաստացնել ու ստորացնել։ Այո, հարցի մեջ կար նաեւ պատասխանը Գրիգոր Լուսավորիչը գույս չէր, այսպես ասած։ Այո, տղան գույս չէր թորը, որ Գրիգորիսը հիմա հուղարկավորված է Ամարասում, Արցախի Ամարաս հանքային համալիրում, որը սուրբ նահատակ է աղվանքում քրիստոնեություն տարածելու ընթացքում զոհվել է եւ հանուն հավատի, հանուն դավանանքի գաղափարի զոհված անհատը համարվում է նահատակ, սուրբ նահատակ Աստծո կողմից։ Հիմա ինչ անենք 37 թվի մատնագիր գրենք Նիկոլի ոճով Աստծուն ասենք, գիտես նահատակ մի ընդունիր Գրիգորիսին։ Այո, տնտեսական զոտ բնույթ ունեցել, որ այդ հարստությունը չփոխանցվի, մնա եկեղեցում, իսկ եկեղեցին բացառապես, գրեթե բացառապես դպրության վրա է օգտագործում, մշակույթն է զարգացել, ծաղկել, մենք գիտենք, պատկերացնենք մի մագաղաթը ինչ արժեք է ունեցել, քանի հորթի կաշի արժեցել եւ այդ չնչին մասն որ այսօր Մատենադարանում կա, այդքան եկեղեցիներ կառուցել, համալսարաններ, ճեմարաններ բացել 7-րդ դարում դեռ Գլաձորը, հետո Տաթևը Ինչ ասեմ,
Այդ գումարները եկեղեցին օգտագործել է մշակույթ տարածելու, ստեղծելու ճարտարապետություն եւ այլն, ազգ պահելու, պահպանելու, այո, որ չասնի։ Հենց հիմնականում դա է եղել կուսակրոնությանը, ինչ որ չգիտեմ ինչ մեղք չի, իսկ քաղաքականության մեջ չխառնվել է։ Մենք շատ լավ տեսանք օրեր առաջ, որ Հռոմի նորընտիր պապը կոչ արեց, հրավիրեց Վատիկանում Ուկրաինայի եւ Ռուսաստանի պատվիրակներին խաղաղություն շուրջ բանակցել եւ այլն։ Ահա, իր միջնորդությամբ, հա։ Մարդը ինչը մեր եկեղեցիները մենք ասում ենք ուր են վեհապարը, ուր են սրբազանները չեն խոսում օրհասական պահին, ծանր վիճակի Արցախ են կորցրել, ցեղասպանություն է եղել Արցախում, էթնիկ զտում, Հայաստանի 3 սահմաններից ներս է մտել թշնամին։ Մենք չգիտենք վաղը մեզ հետ ինչ է կատարվելու։ Գոյաբանական խնդրի առաջ է կանգնած, եկեղեցին իր ձայնն է բարձրացնում։ Պետք է բարձրացնի, հիմա ասում են քաղաքականության մեջ է խառնվում։ Ոչ, եկեղեցին իր դիրքում մնալով իր դիրքորոշումն ունի, ինչպես միշտ ունեցել է ազգապահպան գործունեություն։ Սա է ինչի մասին է խոսքը։ Ինձ թվում է, Հուսիկ, ներողություն, որ ընդհատեցի, իշխանությունները հստակ ունեն նպատակ եկեղեցում կատարել, այսպես ճակերտավոր ասած, իշխանափոխություն։ Նայեք, բոլոր ԿՊԱ-ականները Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո մեկը մեկի հետևից համարյա նույն նախադասությամբ կրկնում են հետևյալը, որ բոլոր այն հոգևորականները, որոնք խախտել են կուսակրոնության ուխտը, պետք է հեռանան եւ շարունակում են, որ կան բազմաթիվ պարկեշտ այլ հոգևորականներ, ենթադրվում է, որ նրանք պարկեշտ ասելով նկատի ունեն այն հոգևորականներին, որոնք չեն խախտել կուսակրոնության ուխտը։ Հետևաբար ինչ Նիկոլ Փաշինյանը կույս հոգևորականների ցուցակ ունի իր մոտ, նա գիտի ով է կույս, ով ոչ, այսինքն տիրապետում է մարդկանց անձնական կյանքին, տիրապետում է մարդկանց անկողիններին, հա, ստացվում է այդպես, չէ՞։ Հենց դա է ծիծաղել, 24 ժամի հսկողություն է սահմանել այդ մարդկանց ներողություն սեռական կյանքի նկատմամբ օրգան։ Հետո ո՞նց ես դու բանը, տղամարդու կուսությունը ո՞նց են ստուգում։ Մենք այսպես գիտենք ինչ պիտի ներողություն, եթե եկել է հա տանը կուսակրոն քահանաներ սրբազաններին հերթով վարդապետներին ներողություն կնոջը տանկողին մտցնենք ու ժամացին նայենք ու համոզվենք կույս էին հիմա կույս չեն ապուշություն են ներողություն չգիտեմ ցավոք Նիկոլ Փաշինյանը նստած այդ հիմար քաղաքական աստիճանը իջեցրել է գրեհկաբանության, երբ մարդիկ քննարկում են արդեն կամա թե ակամա, երբեմն նույնիսկ չուզենալով տուրք են տալիս այն գրեհիկ օրակարգին, որը հրամցրել է Նիկոլ Փաշինյանը, եւ ազգովի բոլորը մտել են բոլորի անձնական կյանքի մեջ եւ գիտեք, մինչ մենք ազգովի Քչփորում ենք մարդկանց անկողինները, մինչ մենք փորձում ենք ողջել ով է իր քերու կնոջ հետ կերակցել, ով ոչ, ով է կույս, ով ոչ, Հայաստանի շուրջ տեղի են ունենում այնպիսի կարևոր իրադարձություններ, որոնք վաղը կարող են ճակատագրական լինել մեզ համար։ Այսօր էլ երկու հոգու գերեվարել են։ Այո, այսօր երկու հոգու գերեվարել են եւ գրեթե ոչ մի, այսպես ասած, աղմուկ եւ ոչ մի աղաղակ, ընդամենը պարզապես ռելիզ, այսպես հաղորդագրություն, որ տեղի փաստվել է ընդամենը դեպքը երևի որպես վիճակագրություն եւ անցում ենք կատարել առաջ նորից Նիկոլ Փաշինյանը էլի իր հերթական գրառումներն է արել Facebook-յան էջում կապված կաթողիկոսի հետ։ Բացի դրանից, բանը տեղի է ունեցել դեռևս 3 առաջի օրը Էրդողան-Փեզեշքյան հեռախոսազրույցը, որի ընթացքում քննարկել են տարածաշրջանային կարևոր հարցեր եւ պայմանավորվել, որ Իրանն ու Թուրքիան իրենց հարաբերությունները պետք է բերեն ինստիտուցիոնալ հողի վրա։ Դրանից առաջ շեշտենք, որ Էրդողանը Փեզեշքյանին առաջարկում էր քննարկել Զանգեզուրի միջանցքը, խոստանալով, որ նրա բացումը երկուստեք օգուտ կլինի։ Հիմա նայեք, այս ճակատագրական գործընթացն է տեղի ունենում Հայաստանի շուրջ, իսկ Զանգեզուրի միջանցքը բացելը դա նշանակում է կանգնել Սյունիքի կորստի առջև, իսկ ապավինել Իրանին մենք երբև չենք կարող ասել, թե այդ բանակցությունների ընթացքում Թուրքիայի հետ ինչքանով կփոխվի Իրանի քաղաքական պետական շահը, ինչքանով այդ կարմիր գծերը կփոխեն իրենց երանգները։ Հիմա ի վերջո
երբ պետք է ընդդիմությունը հստակ թելադրի իր քաղաքական օրակարգը մատնանշելով պետության առջև կանգնած ահա այս կարևորագույն հարցերը եւ գեներացնի այդ օրակարգը դուրս մղելով Նիկոլ Փաշինյանի հրամցրած օրակարգերը, որովհետեւ տպավորությունն է, որ բոլորս կամա թե ակամա գնում ենք հենց Նիկոլի օրակարգով։ Այո, մենք եթե կորցրեցինք Սյունիքը, մենք կորցնում ենք Հայաստանը։ Նրանք միայն Սյունիքով էլ չեն բավարարվում, Սևանալիճը, արդեն Էջմիածինը, եւ չեն թաքցնում իրենցն է ու վերջ ասում են մերն է, մենք այս գոյաբանական խնդրի առաջ, ինչպես ես նշեցի, կանգնած ենք։ Այո, ընդդիմության դերակատարումը մեծ է։ Ես միշտ ասել եմ, միավորում է պետք։ Այսօր մենք կանգնած ենք լինել չլինելու խնդրի առաջ։ Հստակ երևում է, այսօր ամեն մարդ տեսնում է այս ամենը։ Մենք ընդդիմադիր գործիչները, 3 նախագահները պետք է միավորվեն, անկախ իրենց մեջ եղած ներքին տարաձայնություններից, անկախ ամեն ինչից։ Մենք տեսանք այդ միավորումը Գյումրիում։ Մարդիկ կային, որ շատ մեծ տարաձայնություն ունեին իրար մեջ, նույնիսկ արյան ինչ-որ վրեժ կար, բայց կարողացան վեր կանգնել Գյումրիում։ Այդ հրաշալի փորձ էր։ Մենք կարող ենք մեր նախագահները միավորվեն, ասեն լավ, մենք մեկ ամիս հետո չենք դնելու մեր տեխնացիոնը։ Հիմա ժամանակավոր կառավարություն ենք կազմում, ամեն մեկս մի ուղղությամբ, մեկս Իրան, Հնդկաստան, Չինաստան, մյուսը Ռուսաստան, մյուսն Արևմուտք, կարողանանք երկիրը կայունացնել, կլինի ընտրություններ, մեր կուսակցությունները կմասնակցեն, կընտրեք ում ուզում եք։ Այս միավորումն է պետք։ Իսկ հիմա ընկել են իրար ով բերեց Փաշինյանին, ով չբերեց, ով է տանելու, մյուսների ժողովուրդն էլ տեսնում, ժողովուրդն չես կարող Այո, ճիշտ է, այսինքն գլխավոր հարցը ինչպես հեռացնենք Փաշինյանին, մենք փորձում ենք ողջել ով բերեց Փաշինյանին։ Ահա այդ հարցերի կարևորության մեկը մեկին երկրորդելը իդեպ բնավ կարևոր չէ ով բերեց Փաշինյանին։ Փաշինյանին բոլորս տեսանք ով բերեց 2018 թվականին նա շանտաժի միջոցով, սահմանադրական կարգը տապալելու միջոցով, արտաքին ուժերի օժանդակմամբ, հասարակությանը մանիպուլացնելով ի վերջո կարողացավ վերցնել իշխանությունը։ Ահա թե ով բերեց ինչը բերեց Նիկոլ Փաշինյանի իշխանության, բայց մենք հիմա պետք է քննարկենք ինչպես հեռացնենք։ Այո, հետո կպարզենք ով բերեց, այո, ինչպես հեռացնենք Փաշինյանին, որովհետև կյանքը ցույց է տալիս, որ Փաշինյանի մնալը նաև այսօր վաղը բերելու է նրան, որ ադրբեջանցիներին բնակեցնելու ենք Հայաստանում, որովհետև այլևս այս իշխանությունները չի թաքցնում, որ իրենք պատրաստ են ադրբեջանցիներին բնակեցնել։ Երկրորդ դեմք Արմեն Սիմոնյանն ասաց ուղղակի, ինչպես Վրաստանում բարձրորեն ասաց, որ այո ադրբեջանցիները կարող են ապրել Հայաստանում ու իբր այսպես ինչ որ համարժեք օրինակ բերեց, որ հայերն էլ կարող են ապրել, ասենք, ադրբեջանական քաղաքներում, բայց չի գտնվի գետ մի հայ, որը ցանկություն կհայտնի ապրել Բաքվում կամ Սումգայիթում։ Առավել եւս, եթե հայկական կողմը դա ներկայացնում է այնպես վերադարձ իրենց հայրական տներ, որոնք թողել են 88 թվականին Արցախյան շարժման արդյունքում, Ադրբեջանը դա ներկայացնում է վերադարձ իրենց պատմական հայրենիք, պատմական Ադրբեջան, այսինքն դա ոչ թե վերադարձ է հայրական տներ, դա օկուպացիոն քայլեր են ամբողջ Հայաստանի Հանրապետության նկատմամբ, ինչին օժանդակում է նաև Թուրքիան։ Ինչին ներողություն օժանդակում է նաև Նիկոլ Փաշինյանը, այսինքն հայ ժողովրդի դեմ գործում են Էրդողանը, Ալիևը եւ Փաշինյանը, Փաշինյան տանդեմը, ահա այդ եռյակը։ Այո, ես ասում եմ այդ եռյակը, այդ տրոյկան։ Հիմա ներողություն ռուսերեն բառից համար, բայց տեսեք շատ կարևոր նրբություն կա, մեր հասարակության մեծ մասսագության մոռացել է ժամանակին, երբ Սումգայիթում մորթեցին, պետականորեն կազմակերպված ցեղասպանություն է, անկախ նրանից քանի մարդ է սպանվում, Բաքվում եւ այլն, Հայաստանից ադրբեջանցիները Մասի շրջանից, մյուս տեղերից իրենք կամ տները փոխանակել են, կամ փոխհատուցում են ստացել այն ժամանակվա մեր կենտկոմից։ Ուրեմն ժողովուրդն ասում էր, չէ, լինենք խեղդենք բան, չէին թողում։ Սուրեն Հարությունյանն էր։ Մենք մորքուր ասացինք Սուրեն Հարությունյանին, այդպես կհիշեն։ Ինչու համար։ Նա ասում էր ոչ, պետք է փաստաթղթավորված, ոնց նույն ասում էր
ոչ մենք հետո խնդրի առաջ որպեսզի խնդրի առաջ չկանգնենք։ Այս ամեն ինչին Լարիսա Ալավերդյանը մյուսները շատ լավ տիրապետում են, որ Ալիևն ասում է 3 անգամ էթնիկ զտում են արել հայերը, մի քանի օր առաջ էր ասում։ Ու ոչնչացրել են պատմամշակույթը։ Հա, իբր ինչ եք ունեցել։ Մի հատ բերեք, մի հատ հետ ցույց տվեք։ Մենք ամբողջ Արևմտյան Հայաստանում ենք ցույց տալիս, Արցախում եւ այլում, հա Նախիջևանում քերեցիք։ Հա։ Հիմա այսպես մենք փաստաթղթավորված ունենք ցանկացած պահին կարող ենք հանել դնել միջազգային ատյաններում, դատաներում, որ նրանք ինքնակամ գնացել են եւ փոխհատուցում են ստացել ի տարբերություն Բաքվում, Սումգայիթում եւ այլն եւ Արցախում։ Այո, Արցախի հարցը փակված չէ, գոնե այդ մարդիկ փոխհատուցում պետք է ստանան։ Ունեն փաստաթղթերն իրենց օրինական տների, իրենց գերեզմանների, մահվան վկայականներ ունեն մահացածների ուր են եւ այլն։ Սա է որ մենք լռում են, մենք կարող ենք շատ անմիջապես փակել Ադրբեջանի բերանը։ 1,200,000-ը հետ գալիս եթե այդպես է։ Ասում եմ, այս ամբողջը մենք էլ որ մեղմ էր, բարեկիրթ էր եւ այլն Սուրեն Հարությունյանն մենք մորքուր էինք ասում, այս ասածից հիմա ավաքսելուն էր լավ հիշի։ Հա, մարդիկ հստակ ժամանակին ալեն որպեսզի խնդիր չուն, այդ մարդը չգիտեր որ վաղը Նիկոլը գալու իշխանության, որ այդ ամբողջը ոչնչացնի կորած դրած օրինական հիմքերն էլ ոչնչացնի։ Սա է ախր ցավը հենց սա է ասում եմ գողը տնից չլինեն եզին երթիկից չեն հանի։ Հիմա գողը տնից է եզին երթիկից են հանում։ Դու միավորվել եք միասին Էրդողան, Ալիև, Նիկոլ ոչնչացնում եք այս երկիրը։ Ոչնչացնելն ուրիշ ոնց է լինում։ Էրդողանը գոհ է հեռախոսազրույցով հայ-թուրքական հարաբերություններից, եթե քո թշնամին գոհ է Թշնամին շշտում եմ այն մարդը, որ Բաքվում զորահանդեսի ժամանակ ասած Էնվեր Փաշայի հոգին նայում է երկնքից փառավորվում է ցեղասպանություն իրագործողին։ Ցեղասպանությունը Արցախում կատարել եւ շարունակում է կատարել, չի ընդունում ցեղասպանություն։ Եթե նա գոհ է, ուրեմն նրանց նպատակն է ոչնչացնել հային եւ Հայաստանը։ Հայ էթնոսը ուրեմն հրաշալի կերպով Նիկոլ Փաշինյանը կատարում է այդ ոչնչացման գործընթացը։ Այո, ցավալին գիտեք որն է, որ հանկարծ մնաց 26 թվականին կոալիցիայով ինչով է վերընտրվեց Նիկոլ Փաշինյանը։ Դրա համար չպետք է թողել ընտրությունները մինչև 26-ը։ Ինչպես 21-ին ընտրվեց Արցախում, 1.5-2 տարի հետո այդ ոչ մի հայ չի ապրում։ Այնպես էլ 1.5 մինչև 2 տարի 28 թիվը այստեղ հայ չի ապրելու։ Եթե ինչպես վերընտրվեց Արցախը կորցեցին, վերընտրվելու դեպքում հստակ կարճ ժամանակահատվածում 1.5 տարում մենք Հայաստանն ենք կորցնելու։ Նույն Արցախի ճակատագիրը սպասում է Հայաստանին։ Եթե մեր ժողովուրդը այսքանն էլ չգիտակցում, ինչ որ, չգիտեմ, հույս է աղոտ փայփայում, սա էլ անընդհատ խաղաղություն են բերում ստորագրել, նախ չի ստորագրել։ Չէ, այդ խաղաղության պայմանագիրը, այո, նախ չի ստորագրվելու, որովհետև ամեն անգամ, նայեք, ասում են 17 դրույթները խաղաղության համաձայնագրի արդեն համաձայնեցված է եւ ոչինչ չի խանգարում այդ համաձայնագիրը ստորագրելու։ Բայց կյանքը ցույց է տալիս, որ ամեն անգամ Ադրբեջանը մի նոր նախապայման է դնում եւ յուրաքանչյուր անգամ, երբ որ Նիկոլ Փաշինյանը բավարարում է Ադրբեջանի այդ նախապայմանը, դրան հաջորդում է մեկ այլ նախապայման։ Այսինքն Ադրբեջանը որևէ խաղաղության համաձայնագիր Հայաստանի հետ չի կնքելու, դա ակնհայտ է, միայն տեսականորեն կկնքի այդ խաղաղության նախ դա չի լինի խաղաղության համաձայնագիր, այլ կապիտուլյացիոն ակտ կկնքի միայն այն ժամանակ, երբ որ Հայաստանի Հանրապետությունը այլևս դադարի քաղաքական միավոր լինելուց, այսինքն առհասարակ դադարի գործոն լինելուց ընդհանրապես եւ պարզապես մի տարածք լինի, որը ամբողջովին կսպասարկի ադրբեջանական քաղաքական օրակարգը եւ կդադարի մեծ Թուրանի գաղափարախոսության այդ իրագործման խանգարիչ օղակը լինելուց։ Դրան են ուղղված թե Էրդողանի, թե Ալիևի ջանքերը, բայց վերադառնանք մի հատ շատ կարևոր հարցի, մենք անդադար մատնանշում ենք այն աղետները, որոնք տեղի են ունեցել եւ շեշտում ենք այն աղետները, որոնց առջեւ կանգնած ենք։ Իհարկե պետք է անդադար դրանց մասին ասել, երբևէ չպետք է բավարարվել 1-2 անգամ ասելով եւ համարել, որ վերջ այնա ասցի արդեն մի անգամ, երկու անգամ հերիք է։ Ոչ, անդադար առանց հոգնելու պետք է ասել։ Բայց դրան զուգահեռ պետք է մենք ունենանք դեղատոմսեր
դեղատոմսեր իրավիճակից դուրս գալու համար, ոչ թե ընդամենը մեկ դեղատոմս, այլ մի քանի դեղատոմս։ Այդ դուք նշեցիք, որ 3 նախագահները նախքին պետք է միավորվեն։ Դա դեղատոմսերից մեկն է, որ այո պետք է միավորվեն, բայց եկեք նայենք հարցի մյուս տեսանկյունից, դիցուք չեն միավորվում։ Դիցուք մի պահ պատկերացնենք, որ ինչ-ինչ հանգամանքներով պայմանավորված չի ստացվում այդ միավորումը։ Մենք պետք է ունենանք, չէ, այլ դեղատոմսեր նույնպես թեկուզ այլ անձինք, ովքեր կփոխարինեն 3 նախագահներին եւ իրենց վրա կվերցնեն առաջնորդությունը ի վերջո վերջնաարդյունքի գալու։ Բագրատ Սրբազանը հայտ է ներկայացրել, որ անպայման հաղթանակով է պսակվելու այդ պայքարը։ Կարող են լինել նաև այլ անձինք, որոնք կմիանան այդ պայքարին կամ իրենց պայքարը կգեներացնեն, որ գուցե դա լինի հենց հաղթական արդյունքի հասնելու ճանապարհ։ Այսինքն մենք պետք է, չէ, հասարակությունը, քաղաքական ուժերը ավելի շուտ ստեղծեն այդ դեղատոմսերը։ Ինչ եք կարծում, որոնք են լինելու, բացի մատնանշածներից, կան այլ եղանակներ նույնպես, որոնք կհասցնեն այս իշխանություններից ազատմանը, այդ կոնսոլիդացիան հասարակության։ Գիտեք, շատ հիմա այս իրավիճակում բարդ է, բայց մենք պետք է կարողանանք մինչև ընտրությունները։ Ինչ-որ ցնցում պետք է լինի։ Ես որովհետև նայում եմ, այս ընթացքով գնում են ընտրությունների։ Բայց ինչ ցնցում կարող է լինել, ինչ ցնցումն էլ, չգիտեմ, կարող է Ադրբեջանը հարձակվի Սյունիքը գրավի, սա Չէ, այդ ցնցումը ես Արտեդա ցնցում չի։ Ուղղակի պետք է ժողովուրդը։ Լավ, եկեղեցու դեմել ինքն մենք դուրս գանք եւ ներողություն, որ ընդհատեմ, նույն եկեղեցին կարող է, չէ, նաեւ առաջնորդություն վերցնել կամ լինել առաջնորդներից մեկը պայքարը առաջ տանելու, կարող է, չէ։ Ուղղակի լավ, եթե չեն միավորում, թող չգիտեմ, ով կա, որ հավակնություն ունի, թող ուղղակի սկսի միտինգներ համախմբել, խոսել, բացատրել ժողովրդին, հասկացնել, կարծում եմ ժողովուրդը այն վիճակում է հիմա, շատ լավ արդեն տեսնում, զգում, հասկանում է, մեկը, որին մի քիչ որոշակի վստահ է, նրա հետևից գնացող է, նրան, այսպես ասած, թեւոթիկում կանգնող պայքարը հաղթանակի հասցնող է, որովհետև հստակ տեսնում են մեծ մասը, գերակշռ մասը, գուցե 90%-ը տեսնում ինչ է կատարվում։ Իսկ 26 թվականին հեշտ թուրքական սպառնալիքի տակ ստիպված կարող է ընտրեն, ասեն Էրդողանն ու Ալիևը, այ ռևանշիստները, եթե կան իշխանության, մենք պատերազմ կանենք եւ այլ Նիկոլին ընտրեք, չգիտեմ, մի այնպիսի իրավիճակ, ցանկացած քայլի գնալու են, ցանկացած իրավիճակներում, որպեսզի վերարտադրվեն։ Լինի դա շանտաժ, լինի, չգիտեմ, ինչ, ուղղակի չպետք է թողնել։ Ես ասեմ քայլերից մեկը, որը պետք է լինի իմ պատկերացման պնդիմության։ Ներկա քաղաքական ռեժիմում կարծես տպավորություն է ստեղծվում, որ ընդդիմությունը հիմնականում այսպես սահմանափակվել է հարցազրույցներ տալով, չգիտեմ, հոդվածներ գրելով, ճեպազրույցներ, մամուլի ասուլիսներ, բայց դա քաղաքական գործունեություն չի։ Դա ընդհանրապես քաղաքական գործունեության բաղադրիչներից մեկն է, որովհետև քաղաքականությունը ավելի շատ գործ է, այլ ոչ խոսք։ Խոսքը ընդհանրապես օգնում է գործին, բայց բուն գործը չէ։ Ես կարծում եմ այսօր եւ ոչ միայն այսօր, դեռևս 3 պետք է ընդդիմությունը ամբողջ օրը փողոցում լիներ, դռներ դուր ծեծեր, յուրաքանչյուր քաղաքացու դուռը ծեծեր, յուրաքանչյուր, եթե նրան դռնից հանեն, պետք է պատուհանից ներս մտներ, պետք է բախեր յուրաքանչյուր, մտներ յուրաքանչյուր շքամուտք, յուրաքանչյուր գյուղ, յուրաքանչյուր քաղաք փողոց, այսինքն ընդդիմությունը պետք է գեներացներ այդ ամեն ինչը ցավոք ոնց որ թե այսօր տեղի չի ունենում եւ հավանաբար Նիկոլ Փաշինյանը հույսն էլ հենց դա է, որ նման ընթացքով նա դեպքերը կհասցնի զարգացումները մինչեւ 2026 թվական, այնուհետեւ նրան կհաջողվի վերընտրվել։ Այո, շատ пассив գործեց եւ գործում են դիմությունը։ Ես մի պատմական դեպք փաստ հիշեցնեմ։ Մենք 88 թվականը հիշում ենք, տեսել ենք, մասնակից ենք դեռ պատանիներ կարողացավ կար ժամանակում ՀՀՇ-ն երկիշխանություն ստեղծել երկրում։ Ժողովուրդը ավելի շատ վստահում էր գալիս էր ՀՀՇ-ի շտաբ, ժամանակ տեխնիկայի տուններ սկզբում,
իր խնդիրները իր տարատեսակ հարցերով նույնիսկ գալիս ասում են ջրի խողովակն է ծակվել քան ասենք դիմում էին այն ժամանակվա կենտկոմին եւ կարողացավ այդ երկիշխանությունը ստեղծել ու ժողովրդի վստահությունը վայելել ու շահել գալ իշխանության ՀՀՇ-ն մենք այսօր պետք է այդպիսի որովհետեւ ՀՀՇ-ն աշխատում էր մեծ գործունեություններ ծավալում ամեն տեղ էր մեծ շարժում ծավալեց այդ նույն կերպ պետք է ընդդիմությունը այս 3-4 տարիների ընթացքում այո որ այսօր ժողովուրդը նրան երկիշխանությունը արդեն ձևավորել վստահել չկան այսպես ասած բոլորովին սևացված անձնավորություններ չկան այսպես հրեշներ մարդիկ կարող են խոսել բացատրել փողոցում գալ իրենց գործունեությամբ եւ այո բոլոր սխալական ենք արած սխալ է համարել ներողություն ինչ է պատահել մարդկանց հասկացնել համոզել վստահություններ շնչել ճիշտ է նախկին մեր իշխանությունների նկատմամբ չափից ավելի այսպես ասած սևացրել են մենք չգիտենք որն է արածը, որը չարածը, այո, դժգոհություն կար, բոլորս ենք եւ դժգոհ եղել եւ հիմա այնպես չի, որ հալաստափած յուղի տեղ ենք ընդունում, բայց պետք է կարողանային այս ամբողջը ժողովրդի հետ երկխոսել, այդ անջրպետը չեզոք հասնել ժողովրդի ու նախկին իշխանությունների միջև։ Ի վերջո ոնց ուզում ես նայեք, եղած քաղաքական դաշտում են գործիչները, օթից չեն ընկնում, թող ընկներ։ Չկան ուրիշ տեղից չեն գալիս, այս եղածն է, կամ սրանք են կամ նախկիններն են։ Դե ինչ հուսանք, որ Հայաստանում կհաջողվի ձևավորել երկիշխանություն, ինչն էլ կհանգեցնի մի իշխանության ու այդ իշխանությունը չի լինի Նիկոլ Փաշինյանը։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Մեդիահաբի հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, որ զրուցում էինք բանաստեղծ Հուսիկ Արայի հետ, այսօր այսքանը, շնորհակալ եմ, կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։